Ժողովուրդ ջան, ինտերնետի տրանզիտից, հեռախոսների իմայի բազայից հետո հիմա էլ Ադրբեջանը հերթական նախաձեռնությունն առաջ քաշեց։ Հայաստանի քաղաքացիներից գաղտնի տեղեկություններ հավաքելու հնարավորություն։ Ուշադրություն դարձրեք, որ այն ինչ հիմա կասեմ, ասում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Հասանովը։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկություններ փոխանցել անհետ կորածների եւ նրանց հնարավոր թաղման վայրերի մասին։ Առաջին հայացքից մարդասիրական անշարժ մի նախաձեռնություն, բայց այս ամենը միայն առաջի հայացքից։ Հասանովն ասում է, որ համակարգը տեղակայվելու է Ադրբեջանում ու սերվերներն էլ գտնվելու են այնտեղ։ Իսկ հասանելիություն ունենալու են միայն վերապատրաստում անցած լիազորված աշխատակիցները։ Հիմա մի քանի հարց։ Եթե սա բացառապես մարդասիրական համակարգ է, ինչու պետք է սերվերները լինեն հենց Ադրբեջանում։ Եթե Հայաստանի քաղաքացին է տեղադրում տեղեկատվություն կամ փոխանցում այդ տեղեկատվությունը, արդյոք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեսնելու է, թե ով եւ ինչ տեղեկություն է փոխանցում։ Ինչպես է բացառվելու Հայաստանի քաղաքացու եւ Ադրբեջանի պետական անվտանգային ծառայության աշխատակցի հետագա հնարավոր կապը։ Եվ վերջում մեր ԱԱԾ-ին Ադրբեջանն է վերապատրաստելու եւ հետո համակարգ մուտք գործելու թույլտվություն տալու։ Պատկերացնենք մի պարզ օրինակ։ Անհետ կորածի հարազատը հույսով գրում է, որ վերջի անգամ իր հարազատին տեսել են այս քաղաքում կամ գյուղում։ Մյուսն ասում է, որ այս մարդը կարող է տեղեկություն ունենալ կամ ինչ-որ բաներ են լսել իրենց հարազատի մասին։ Երրորդը նշում է անուն, հեռախոսահամար, նկարներ է ուղարկում, գյուղ, ճանապարհ, հնարավոր ճանաչողի անուններ կամ դեպքի այլ մանրամասներ։ Այն մյուսին խնդրում են նշել բնակավայր կամ մարդկանց անուններ, որտեղ կարող է տեղեկություն լինի մեկ ուրիշի հարազատի մասին։ Ու այսպես զրույցի բռնվելով մարդիկ իրենցից անկախ հաղորդում են տեղեկատվություն, որը հնարավոր է լուրջ խնդիր լինի ազգային անվտանգության տեսանկյունից։ Առաջին հայացքից իրոք թվում էր, թե սա մարդասիրական ծրագիր է, բայց Ադրբեջանի պետական անվտանգության համակարգի համար սա կարող է լինել շատ արժեքավոր տվյալների հավաքագրման միջոց, որն էլ իմ կարծիքով նրանց վերջնական նպատակն է։ Թե ով ինչ գիտի, ով ում հետ ինչ կապ ունի, ով ուր գնաց, ով որտեղ է եղել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։ Այսինքն մենք տեսնում ենք 3 գործընթաց իրար հետևից։ Ինտերնետի տրանզիտ, հեռախոսների իմայ բազա եւ հիմա էլ քաղաքացիների տեղեկությունների փոխանցում կամ քաղաքացիներից տեղեկությունների փոխանցում ադրբեջանական սերվերներ։ Սա անհայտ կորածների հարց կդիտարկվեր, եթե կողմերը ունենային իրոք հավասար հնարավորություն եւ իրավունքներ եւ սերվերները տեղադրվեին երրորդ երկրում, որն էլ կերաշխավորեր տվյալների անվտանգությունը։ Անհետ կորածների հարազատների ցավը չի կարելի դարձնել այլ պետության համար տվյալների հավաքման գործիք։ Ոչ մի դեպքում։ Եվ ինձ հետաքրքիր է, ինչ է այս առիթով մտածում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Իդեպ մինչ այս պահը պաշտոնական ոչ մի պարզաբանում չկա։